Այսօրվա մեր հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Հարությունյանը։ Եթե դուք էլ Արցախյան 3 պատերազմներից որևէ մեկի մասնակից եք, ապա նշված կոնտակտային տվյալներով կապ հաստատեք մեզ հետ և հյուրընկալվեք մեր տաղավարում։ Բաժանորդագրվեք մեր յութուբյան, ինստագրամյան և տիկտոկյան էջերին մեր հետագա հաղորդումներին հետևելու համար։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Եթերում է Նվիրյալների պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումը։ Այսօրվա մեր հյուրն է 44-օրյա պատերազմի մասնակից Արամ Հարությունյանը։ Ողջույն Արամ ջան։ Ես էլ եմ ողջունում Արամ ջան, շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար։ Եթե բացման խոսք ունես, կարող ես ասել ու կանցնենք արդեն մեր հիմնական խոսակցությանը։ Ուրախ եմ, որ հրավեր եմ ստացել ձեզանից։ Մեր ժամանակահատվածում նման ֆորմատի հաղորդումներ մեզ պետք են։ Շատ ուրախ եմ, որ ձեր հյուրն եմ, հաճելի է։ Այ ծառայության մասին սկսենք միանգամից, ինչպես են եղել տպավորությունները բանակի մասին մինչ ծառայության գնալը ու արդեն գնալուց, երբ որ նոր մեկնել ես։ Կամ մինչև օրինակ բանը գնալը ինչով է զբաղվում, կոնկրետ մասնագիտությամբ զբաղվել ես, թե չես զբաղվել։ Չէ, մասնագիտությամբ կոնկրետ չեմ զբաղվել, ավարտել եմ դպրոցը, միանգամից ընդունվել եմ համալսարան ու գնացել եմ բանակ 2019 թվականի ամռանը։ Ես էլ եմ այդ ժամանակ գնացել։ Առայլ եմ ուսումնական գումարտակում, մասնագիտությամբ եղել եմ ՀՄՄ1-ի մեխանիկ վարորդ, 6 ամիս հետո տեղափոխվել եմ Որոտան ծառայությունը ընդ շարունակելու։ Իսկ ուսումնական զորամասում հեշտ է տեխնիկային սովորել։ Հեշտ եմ սովորել, մեր հրամանատարների շնորհիվ շատ հեշտ սովորեցի ու մի քանի ամսում յուրացրեցի ամբողջ թեմաները։ Вообще այդ ուսումնական զորամասի ես էլ եմ հենց այդ ժամանակահատվածում այդտեղ ծառայել, ՀՄՄ2-ի հրամանատար էի սովորում։ Ուսումնական զորամասի այդ խստությանը բանը համակերպելը քո մոտ հեշտ է ստացվել, երբ այդպես կարեցար ամբողջությամբ հարմարվես նոր կյանքին։ Դե ամենադժվար ժամանակը կարծում եմ դիմացի մի շաբաթն էր, հետո այդ ամեն ինչին պրոստը պետք էր այդ մի շաբաթում ադապտացվել ու վсё, արդեն ծառայությունը շատ հեշտ էր։ Դու շաբաթական արձակման թերթիկները, որ տուն էին գնում, գալիս էինք, դրա համար բավականին հեշտացնում էր ծառայությունը։ Հա, ուսումնական զորամասի շրջանը ավելի շատ հարմարվողականության համար հեշտ է, որովհետև անդադ որ գնում գալիս ես, կապդ միանգամից չի կորում, ավելի հեշտ է ինտեգրվում։ Իսկ արդեն հիմնական զորամասում տեղափոխվեցինք, մի քիչ դժվարությունը նրանում էր, որ ձմեռ էր արդեն, մինչև հարմարվեցինք, էլի բավականին շուտ հարմարվեցի, էլի բավականին գոհ եմ։ Այդ ժամանակ արդեն մարտական ՀՄՄ չէ՞ ստացել։ Հա, մարտական ՀՄՄ արդեն անվանակացված իմ անվամբ, հենց ամբողջովին պատկանում էր ինձ էլ այդ ՀՄՄ-ն։ Ինքը բայց ո՞նց ես կարծում արդյունավետությունը իր այդ ժամանակ հələ պահում էր, որովհետև ես հիշում եմ, որ մեր ուսումնական ծառայելու ժամանակ ՀՄՄ-ի վաշտը ցրեցին 5-րդ վաշտից ինչ-որ մի դասակ թե ինչ, իրանք արդեն մեկ այլ տեխնիկայի վրա են տեղափոխվել սովորելու։ Ձեր մոտ այնպես բան չեղավ։ Չէ, ճիշտն ասած, ՀՄՄ-ները կային, թվով այդքան էլ շատ չէին, բայց իր արդյունավետությունը որպես մարտական գործողությունների մասնակցելու արդյունավետությունը իր որպես զորք տեղափոխելն էր, ինչ որ չգիտեմ, հակառակորդին վնաս տալու համար չի նախատեսված էլի այդ տեխնիկան, ավելի շատ զորք վիրավոր տեղափոխելու համար է ինքը նախատեսված։ Որովհետև իր ստվոլն էլ ինքը օրինակ ՀՄՄ2-ը ավտոմատ է գրակում, ՀՄՄ1-ը одиночный է գրակում, ու շատ երկար ժամանակ է պետք լիցքավորելու բանի համար։ Հա, այնտեղ վարկանների բավականին մեծ տարբերություն կա։ Այդքան էլ արդյունավետ չի մարտական գործողությունների համար էլի ՀՄՄ1-ը։ Ռազմական գործողությունները մեկնարկելուց իսկ որտեղ էր ձեր վաշտը տեղակայված։ Տեղակայված էինք Ջաբրայիլում, կոնկրետ հստակ չեմ հիշում, բայց Վրաններից դուրս ենք եկել մենք։ Հա, վրաններից դուրս բլուրի վրա ինչ որ տենց հատուկ նշանակության, չգիտեմ, տեղակայման դիրք էր մեր համար, մեր գումարտակի համար, տեղակայված էինք այդտեղ, կարծեմ սեպտեմբերի 25-ն էր, չէ՞, 25-ին դուրս էինք եկել, հա, երեկոյան։ Արդեն 27-ի առավոտը
Դու ոնց սկսվում, ձեր մոտ ոնց սկսավ։ Նու առաջինը խփեցին մեզանից դեպի աջ տեղակայված Ղափանին, կարծեմ, հա, Ղափանին էր։ Հա, Ղափանի գումարտակին խփեցին ու արդեն այդ բայից սկսած հասկացան, որ լուրջ էր։ ԱԹՍ-ները նկատել երկնքում կամ ժամականից մոտավոր մեկնարկեց այդ ռմբակոծությունը։ Առավոտյան 6-ից կարծեմ 6:30 ԱԹՍ-ի ձայնից մեկ էլ մեր շտաբի պետ երջանկայի շտակ մայոր Մաթևոսյանի ձայնից արթնացավ ընդհանուր գումարտակը։ Մի քիչ շոկի մեջ էինք ճիշտն ասած, բայց տենց րոպեներ տևեց, որ արդեն հասկացանք իրոք ինչ որ բան է կատարվում։ Ու տեղից արդեն միանգամից առաջնագիծ մեկնեցինք ընդհանուր գումարտակի կազմով։ Ձեր դասակը որ ուղղությամբ էր շարժվել հենց առաջին օրը։ Մեր դասակը մենք երրորդ դասակն էինք, երրորդ դասակը տեղակայվեց առաջի գծից մի քանի 100 մետր էս կողմ նստեցման շրջան, կարծեմ, հա, տենց մի բան էր, հա, նստեցման շրջանում առաջի գիծ դեռ չէինք գնացել այդ օրը։ Ինչ խնդիրներ էին սկզբից ձեր առաջ դրել գումարտակը։ Գումարտակի շտաբի պետի խնդիրները, սուղ էր ժամանակը, ճիշտն ասած, այդ ժամանակ տենց հստակ խնդիրները, չգիտեմ, թե ժամանակ չկար դնելու, բայց ինչքանով որ հասցրեց, էլի կարողացանք ինչ-որ բան անել։ Առաջի դասակը միանգամից գնաց առաջնագիծ, երկրորդը ու երրորդը մի փոքր առաջնագծից հետ։ Ցանկացած ժամանակ օգնության մեկնելու համար էինք այդտեղ, էլի։ Ձեզ այդ ժամանակ կրակի տակ էին պահում, ինչ իրավիճակ էր ձեր մոտ, երբ կոնկրետ մարտի մեջ չմտած ժամանակը որ Ճիշտն ասած, հիմնականում կրակոցներ ասվածը ինքը աշխատում էր արձիրելիա, ավելի շատ արձիրելիա, մեկ էլ դե անօթաչուներ տարածքը տեղանքը ֆիքսում էին, հա, հնարավորինս շատ տեխնիկան ուզում էին որսային, որ տեխնիկաները վերացնեին ու արանքից հանեին, ու այդ էր հիմնական դժվար խնդիրը։ Բուն գործողությունների մեջ որ օրվանից եք արդեն սկսել մտնել։ Հոկտեմբերի 2-ի առավոտյան արդեն կապ են տալիս մեզ, որ պետք է առաջնագիծ արդեն մնացած անձնակազմով մեկնենք առաջնագիծ, գնում ենք տեխնիկաներով իհարկե։ Տեխնիկաս տեղակայում եմ բեմպեի համար նախատեսված խրամատում, դեսանտը իջնում է տեխնիկայի մեջից ու մի քանի վայրկյանների տարբերությամբ իրանց սուն ինքնաթիռը խոցում է տեխնիկան։ Հա, իմ տեխնիկան է խոցում։ Հետո ընդհանուր այդ տեխնիկայի մեջի անձնակազմով իջնում ենք արդեն ուրիշ տեղ ենք տեղակայվում։ Այդտեղ արդեն մեր դասակի երկրորդ դասակի հրամանատար լեյտենանտ Օհանջանյանի հետ այնտեղ մինչև գիշեր մնում ենք։ Այդ բոլոր գործողությունները Ջաբրայիլում է տեղի ունեցել։ Հա, Ջաբրայիլում։ Իսկ զոհեր վիրավորները մարտերի ընթացքում ունեցել եք առաջին օրերին։ Առաջին օրերին, ճիշտն ասած, մեր գումարտակից լավ կճանաչես Սիմոննա զոհվել, ու դրանից առաջի զոհը ինքն է եղել, ու այդ դեպքից հետո արդեն զոհեր եղել են մեր վաշտից։ Հոկտեմբերի 4-ին արդեն որ ուղղությամբ եք դուք շարժվել։ Նայեք, ժամանակ նահանջում եք արդեն։ Հոկտեմբերի 3-ի կարծեմ լույս արդեն ժամը 6-ի կողմերը մեր շտաբից, ճիշտ ընդհանուր շտաբից հրաման է գալիս, որ մնացել են 26 հոգի առաջնագծում, հրաման է գալիս մեր լեյտենանտ Օհանջանյանին, որ զորքը առաջ տարվի, այդ 26 հոգին դիմակայի, չգիտեմ, ընդ բազմահազարանոց հակառակորդին, Օհանջանյանը կարծեմ դեմ է կանգնում այդ որոշմանը ու զորքին հետ է իջացնում արդեն, հետ է իջացնում դեպի Իշխանաձոր, դեպի Իշխանաձոր հետ է իջացնում, ճանապարհի կեսը ոտքով, կեսը արդեն տեխնիկաներով մի կերպ իջնում ենք, հասնում ենք ու տեղակայվում ենք այնտեղ արդեն։ Իսկ ո՞նց եք հետո կազմակերպվում ձեր զորքի, ձեր վաշտի հարցերը ո՞նց է լուծվում։ Վաշտը դասակի հրամանատարի գլխավորությամբ գնում է հետ է նահանջում, ավելի շատ այդ բավականին հոգնած էր նախ մեր վաշտը, հետ է գնում ինքը Կուբատլում մեր չաստը, հետ են գնում այնտեղ կարգի բերելու, չգիտեմ, հանգստանալու նպատակով,
գնում ենք այնտեղ ու շարվում ենք ու այդ պահին ու մի քանի վայրկյան անց արդեն բանա Ջաբրայիլից կրակը արձակվում մեր վրա գումարտակը շարվելուն պես մի քանի վայրկյան անց Սմերչի կասետային տրամաչափի զենքից նու կրակ են արձակում գումարտակի վրա ունենում ենք մի զոհ ու շատ վիրավորներ ենք այդ ժամանակ ունենում բայց զոհերի թիվը կարծեմ մի հոգի է մի հոգի էր զոհերի թիվը Այդ արդեն ամսի քանիսներ 7-8 հոկտեմբերի 7-ը կամ 8-ի կողմը այդ ծանր վիճակից հետո դե տեխնիկաները քողոցվել էր ձեզ ինչ առաջադրանք տվեցին պաշտպանական առումով ինչ փուլերի միջով անցավ դրանից հետո առաջադրանքը այն էր որ մի քանի օր երկու կարծեմ 3 օր գումարտակը հանգստանա որ կազդուրվեն բոլորը որ էլի կարողանանք մեկնենք առաջնագից կարծեմ ամսի 16-ն էր արդեն 16-ին գումարտակի հրամանատարի հրամանով շարվեցինք ու կամավորներ ընտրվեցին առաջնագից մեկնելու համար կարծեմ 13 կամ 14 հոգի էինք բարձացանք ամսի 16-ի երեկոյան հասանք արդեն առաջնագից ու երեկոյան 8 ժամը 8-ի 8:30-ի կողմերն էր որտեղ արդեն պաշտպանությունը սկսեցիք իրականացնել ինչ խնդիրներ դրեցին պաշտպանությունը սկսեցինք իրականացնել հստակ անունը չեմ հիշում բայց Ջաբրայիլից արդեն Ջաբրայիլի Վիշկա կոչվող այդ տարածքից մի քանի 100 մետր դեպի հետ Իշխանաձորի կողմ Այսինքն հիմնական Ջաբրայիլի տարածքը ժամանակ զիջված էր արդեն հիմնական մասը հա շատ քիչ տարածք էր արդեն մնացել մեր տիրապետության տակ բարձացած 13 հոգուցս մեծ մասը զոհվեց ու հետաքրքիր է պատմությունը շատ հետաքրքիր որ միտեղ էլ ցավոտ հայր ու տղա կային իրար հետ հայրը եկել էր որ տղայի հետ բարձանար մեր հետ եկան չգիտեմ տենց համոզելով զորով բարձացան Վաշտի ու դասակի հրամանատարը մի քանի անգամ զգուշացնում է որ Կամազի մոտից գնանք մի խոսքով որ ավելի խոցելի համարվում էր Կամազը այդ ժամանակ ու ցանկացած տեխնիկա մի քանի անգամ ասում է որ հեռու գնանք այդտեղից որոշներս լսում ենք որոշներս չէ չգիտեմ ազդեցության տակ էինք այդ ամեն ինչի հետո սենց վարքյանների տարբերությամբ իմ լավ ընկեր Ազատ Սանոսյանը ինձ ասում է կոֆե խմենք սուրճ խմենք խմում ենք սուրճը դնում ենք այդ ականջալուր եղած է ելնում իմ ընկերը հրամանատարի ասացին որ հեռու պետք է գնանք ճիշտն ասած մնացածը չէին լսում կարծեմ 8-9 հոգի Կամազի հենց դիմացա հավաքված էին մի քանի անգամ ընկերս ասում է գնանք մի խոսքով վտանգավոր է տենց մի կերպ ինձ մեր լեզվով ասած համոզում տանում է ու ընդամենը վարքյանների տարբերությամբ Կամազը աթս ընտրակցնում է ու այդ կողքի անձնակազմը բոլորը զոհվում են ու մնում ենք 3-4 հոգի ու այդ ժամանակ արդեն խուճապահար տարբեր ուղղություններով վազում ենք բայց միասին էլի որ ցանկացած հարց էլ ինչ էլ լինի գոնե միասին լինենք գնում ենք այնտեղ գետնի տակ կարծեմ մի հատ բունկեր կար մտնում ենք այդտեղ էլի զորք ա եղած ելնում ու արդեն հակառակորդը բավականին մոտիկ էր մեզ այդ ժամանակ անգամ լսվում է իրանց ձեները տենց մեծ խմբով ձեներ է լսվում ու այդ ժամանակ աստծուց էր մեր գումարտակի ֆերշեր Գևորգը մեկ էլ մի շոֆերի հետ ուազիկով գալի կանգնում է այդտեղ ու ոնց են մեզ նկատում այդտեղ այդ աստծուց է կարծեմ ու մտածում է ու այդ ով կար այդ բունկերի մեջ բոլորս սենց լցվում ենք այդ ուազի մեջ մեծաքանակ մարդ կար ու իջնում ենք Իշխանաձոր ենք իջնում ու տեղ արդեն մեր մեքենայի հետևից Սմերչի կասետներ ու գրադի սնարյադներ սենց անընդհատ գցում են բայց փառք Աստծո չի գտնում հասցնում ենք դուրս գանք այդտեղից իսկ արդեն նոյեմբերի հետ վերջին շրջանում պատերազմի վերջին շրջանում ոնց էր ձեր գործողությունները կազմակերպում ինչ խնդիրներ ունեիք որտեղ եք այդ ժամանակ հասել
Պատերազմը դեռ չավարտված, մեր գումարտակին տեղափոխում են Գորիս, հենց Գորիսի հիմնական չաստ, հետո այնտեղից Քարահունջ դպրոց տեղակայվում ենք այնտեղ, ու արդեն գումարտակի մնացած անձնակազմով մեծ մասը վիրավոր, մեծ մասը անհետ կորած զոհեր, մնացած ովքեր որ մնացել էին արդեն իրար հետ, մի քանի հոգով շաբաթական ամեն շաբաթ պերեսմենկով բարձրանում էին առաջի գիծ, ու այդ ժամանակ արդեն առաջի գիծը համարվում էր ներքին խնձորեսկը մեր մոտ։ Իսկ հետագա ծառայությունը ո՞նց է ընթացել պատերազմի ավարտից հետո, այդ նույն դիրքերում եք ծառայությունը անցկացրել։ Կամ ընդհանուր հոգեբանական վիճակը ոնց էր այդ նոյեմբերի 9-ից հետո։ Հոգեբանական վիճակը ճիշտն ասած մի քիչ անկայուն էր զուտ նրանով, որ այդքան մեր պահածը, մեր ամեն մեկս ինչը որ հասցրեցինք անել, այդ ամեն ինչը ասես կոպիտ ասած ջուրը գնաց, ու այդ մի քիչ ցավոտ էր, բայց էլի հասցրեցինք ծառայության մեջ կազդուրվեցինք ու էլի շարունակեցինք ծառայությունը ոնց պետք էր էլի։ Արդեն սովորական դիրքային ծառայություն եք անցկացրել մինչև ծառայությունը ավարտել է, հա քո։ Հա, մարտական հերթապահություն էինք անցկացնում, արդեն վաշտի կազմով մեզ տեղափոխեցին, մեր գումարտակը բաժանեցին մի քանի չաստերի մեջ, մենք արդեն անձամբ ես ծառայում էի Խնձորեսկի գումարտակում, այնտեղ էլ էլի հիմնվեց, սենց հավաքագրվեց ՄՀՎ-ի վաշտ, էլի տեխնիկաներ կցեցին մեր վրա ու ծառայությունը շարունակեցինք։ Ես ոնց հասկանում եմ, օրինակ բանը Կուբացլի Որոտանի զորքը ամենատենց տուժած զորքերից է պատերազմի ժամանակ։ Որպես այդպիսին Ջաբրայելի համալրման անձնակազմ ինք հանդիսանում ու մեր գումարտակն էլ, քանի որ ավելի ուժեղ էր կողքի գումարտակներից, առաջնային մենք պետք է օգնության հասնենք ու առաջին օրը հենց առաջին գիծ ենք համալրել։ Մարդկային համ տեխնիկայի կորուստներ ա կրել ամբողջ պատերազմի Մեր գումարտակը մոտ 50%-ը կարելի ասել զոհվել են, մեծ մասը վիրավորվել է, տեխնիկաները լրիվ խոցվել ենք, մի մասը ՀՄՄ-ները, ովքեր կարողացել են, նաև կարողացել են կրակել որոշակի, բայց տանկերը բոլորը մարտերի ընթացքում են խոցվել, 2 տանկային վաշտերը։ Իսկ օրինակ քո հիշողությունների մեջ ինչ տպավորիչ դեպք կառանձնացնես այդ ամբողջ պատերազմի ընթացքից, որ անընդհատ վերհիշել ես կամ մտածել ես դրա մասին։ Տպավորիչ դեպք եղել է, ճիշտն ասած ընկեր ունեի, Արզումանյան Աշոտ Սարգսը երևի կճանաչի, իմ շատ մոտ ընկերներ, մենք ուսումնական գումարտակից միասին էինք այդ վաշտում ծառայում, ինքը ճիշտն ասած այդ ամսի 2-ին, որ արդեն ասես բաժանվում էինք դասակներով, մոտեցավ ինձ, նենց մեր լեզվով ասած նենց հաջող արեց, ոնց որ էլ երբեք չեմ տենալու իրան, այդ դեպքն է մի քիչ իմ համար տենց շատ ցավոտ թեմա, աշխատում եմ չհիշեմ, այդ դեպքը, հա, զոհվեց, ամսի 2-ին զոհվեց։ Ամփոփելով այսօրվա հաղորդումը կուզենայի մեջ բերել Գարեգին Նժդեի խոսքերից. պատերազմիր այնպես, որ չամաչես տարած այդ հաղթանակից։ Շնորհակալություն մեզ դիտելու համար։